Քաղաք Մակու գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջան օսթանում, հանդիսանում է համանուն Շահրեստանի վարչական կենտրոնը, գտնվում է Թուրքիայի սահմանից 13 կիլոմետր հեռավորության վրա, փոքր Մասիս լեռնագագաթից մոտ 40 կիլոմետր հարավ, երկու լեռնաշղթայի արանքում, Զարիթաբ լեռնալանջի վրա, կիրճի մեջ, Մակու գետի ափերին։ Տարբեր ժամանակներում եղել է տարբեր կարգի բնակավայր՝ գյուղ, բերդավան, բերդաքաղաք և գյուղաքաղաք։ Հնագույն ժամանակներում կոչվել է Շավարշան կամ Շավարշական, ինչպես կոչվել է նաև Գավառը, իսկ հետագայում Մովսես Խորենացու վկայությամբ Գավառը կոչվել է Արտազ, Ալանքի համանուն Գավառի անունից, որտեղից բավական թվով բնակիչներ էին եկել և հաստատվել Վասպուրականի այդ գավառում, վերջինս էլ կոչել իրենց հին գավառի անունով՝ Արտազ, երբեմն գործածվել է նաև Արտաշ ձևով։ Ենթադրվում է, որ Մակուն մանկու բառի աղավաղված ձևն է, իսկ վերջինս պարսկերեն նշանակում է երկու ժայռի արանք, կոչվել է նաև Մանկու կամ Կապան Կալեսի։ Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր մոտ 46580 մարդ, որոնք կազմում էին 13940 տնտեսություն։ Մակուն Արևմտյան Ադրբեջան օսթանի բնակչությամբ 10-րդ քաղաքն է։ Բնակիչները մեծամասամբ իրանական ադրբեջանցիներ են, բնակվում են նաև քրդեր։ Մակուն միշտ վարչական կենտրոն է եղել։ Հնում այն մեծ հայքի վասպուրական աշխարհի Արտազ գավառի կենտրոնն էր, իսկ 16-րդ դարից համանուն խանության կենտրոնը։ Ենթադրվում է, որ հնում Ամատունի նախարարների ոստանն էր, և դժվար է ասել, թե երբ է դադարել այդպիսին լինելուց։ Ավելի վաղ ժամանակներում Մակուի շրջակայքում տարածվում էր Ռուսայի քաղաքի երկրամասը, և բացառված չէ, որ ուրարտական այդ քաղաքն էլ համապատասխանում է հետագայի Մակուին։ Մակուի բերդը հիշատակում են Սեբեոսը, Ղևոնդ Երեցը, Թովմա Արծրունին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր Դարանախցին և այլ մատենագիրներ։ Ենթադրվում է, որ այդ բերդը հիմնադրվել է 7-ից 8-րդ դարերում։ Արաքել Դավրիժեցին վկայում է, որ Մակուի բերդը գրավել և ավերել է Շահ Աբաս առաջինը 17-րդ դարի սկզբին։ Մակույում վիմագիր կոթողի վրա հայտնաբերված է ուրարտական Ռուսա II-ի մի սեպագիր արձանագրությունը։ Միջին դարերում, ընդհուպ մինչև 17-րդ դարը ներառյալ, Մակուն ուներ միատարր հայ բնակչություն։ 1829-ից 1830 թվականներին նրա հայ բնակչության մի մասը 1826-ից 1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանի միացված Արևելյան Հայաստանում։ Նոր ժամանակներում Մակուն ընդհանրապես սակավամարդ բնակավայր է։ 19-րդ դարի վերջերին քաղաքն ուներ 400 տուն, իսկ 20-րդ դարի սկզբին ընդամենը 300 տուն բնակիչ, որոնց մեծ մասը կազմում էին պարսիկներն ու թուրքերը։ Հայերը, որ մոտավորապես 80 տուն էին, բնակվում էին Էրմենիստան կոչված առանձին թաղամասում։ Մակուի հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստագործությամբ։ Առանձնապես տարածված արհեստ էր զինագործությունը։ Նրանք զբաղվում էին նաև մանրածախ առևտրով։ Քաղաքը գտնվում է Կարին Խոյ Թավրիզ ճանապարհի վրա և համարվում էր տարանցիկ կետ այդ ճանապարհով կատարվող միջազգային առևտրի համար։ Մակուի բնակչության զգալի մասի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր, երկրագործությունը, այգեգործությունը և անասնապահությունը։ Tel Comornia,
Սուրբ Թադևոս վանք հայկական վանական համալիր, որը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում։ Սուրբ Թադևոս առաքյալի վանքը գտնվում է Չալդրանի Ղարաքիլիսա գյուղում, Թեհրան-Բազարգան ճանապարհի 60 կիլոմետրի վրա։ Կառուցման թվականը վերագրվում է 4-ից 6-րդ դարերին, իսկ ըստ ավանդության այն հիմնադրել է Թադևոս առաքյալը 66 թվականին։ Քարին փորագրված գրությունը վկայում է, որ վանքը 1814 թվականին վերանորոգվել է Աբբաս Միրզայի հրամանով։ Սուրբ Թադևոս առաքյալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է եւ կրկին վերանորոգվել։ 1946 թվականին վերանորոգվել է Թավրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով եւ 1954 թվականին առաջին հայ ուխտավորները 50-ից 60 հոգանոց խմբով Սուրբ Թադևոս առաքյալի նահատակության օրը ուխտագնացություն կազմակերպեցին Թավրիզից դեպի Սուրբ Թադեի վանք։ Այդ ժամանակ կառուցվեց 60 կիլոմետրանոց ճանապարհ Ղարազիայեդինից մինչև վանք։ Վանքի գմբեթը բրգաձև է եւ բաղկացած է 12 մասից։ Արևելյան մասը սև քարից է եւ 14-րդ դարի ավերիչ երկրաշարժից կանգուն մնացած միակ մասն է։ Իսկ կենտրոնական եւ արևմտյան հատվածները երկրաշարժից հետո կառուցապատել են սպիտակ քարերով։ Վանքի առաստաղը եւ ներսի պատերը պարզունակ են, բայց դրսի պատերը պատված են արծվի եւ կենդանիների քանդակներով, սրբաքանդակներով ու զարդաքանդակներով։ Զանգակատունը կառուցված է 4 հսկայությունների վրա, որոնք միացված են կամարներով։ 2008 թվականին այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ Սուրբ Ստեփանոս եւ Ծործոր վանքերի հետ միասին հայկական եկեղեցիները Իրանում անվան տակ։ Սուրբ Թադեի վանքի քանդակները բաժանվում են հետևյալ գոտիների։ Առաջին գոտին, որը համահավասար բարձրությամբ ներառում է եւ զանգակատան եւ եկեղեցու արտաքին տեսքը, ներառում է հայկական արքայական զինանշաններ, բուսական քանդակային ներդիրներ, սուրբ զինվորների եւ հոգեվորականների քանդակներ։ Երկրորդ գոտին երկշարք որդագալարն է։ Վերինը ներկայացնում է սյուժետային տեսարաններ, իսկ ստորինը բուսական զարդաքանդակներ։ Երրորդ գոտին ներկայացնում է սրբերի, առաքյալների եւ թագավորների։ Ընդ որում, այս գոտիաշարքերից յուրաքանչյուրն ի տարբերություն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ունի հստակ տարանջատում։ Այն եզրագծված է բարձր ռելիեֆ ունեցող շրջանակով։ Գոտիների թվականակի ճշտմանը խանգարում է անավարտ զանգակատունը։ Այն արգելել է ավարտել այդ ժամանակի կաթողիկոսը, որպեսզի չգերազանցի Էջմիածնի զանգակատանը։ Միայն առաջին գոտին է իր շարունակությունը գտել զանգակատան հարդարանքում։ Հարդարանքի ստորին հատվածում արիուսների եւ բուսական պանոների արկայությունը վերաբերում է միայն զանգակատանը, իսկ եկեղեցին այդ հատվածում զուրկ է որևէ զարդաքանդակից։ Եկեղեցու առաջին զարդագոտին ամենաերկարն է, քանի որ այն ընդգրկում է նաև զանգակատունը։ Այնտեղ քանդակները տրված են առանձին յուրաքանչյուրն իր շրջանակով։ Եթե զանգակատան դեպքում գործում է խարիսխավոր սյան վրա հենվող կամարի սկզբունքը, ապա բուն եկեղեցու շրջանակները հեռանկարային սրածայր կամարներ են։ Արվեստաբանության մեջ կա տարակարծություն Սուրբ Թադեի քանդակների ազդեցության մասին։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հեղինակներն ամբողջությամբ եւ հիմնովին չեն ուսումնասիրել այս հուշարձանը։ Սուրբ Թադեի արտաքին հարդարանքում ուսումնասիրողները նկատում են ուշ միջնադարյան պարսկական արվեստի ազդեցություն եւ իր ճոխությամբ այստեղ արկա է նաեւ բարոկոյի երանգ։ Ըստ մեկ այլ տեսակետի Սուրբ Թադեն ամենայն հավանականությամբ կառուցվել է հեթանոսական տաճարի վրա, ինչը առհասարակ հատուկ էր քրիստոնեությանը եւ հետեւաբար կրում է վերջինիս ոճական ազդեցությունը, սակայն ուսումնասիրողների մեծամասնությունը հանգել է այն մտքին, թե Սուրբ Թադեի հարդարանքի սկզբունքը առաջին հերթին կապվում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետ։ Սուրբ Թադե եկեղեցին նշանակալի է իր զարդագոտու քանդակներով, որոնք բազմաթիվ են եւ ուսումնասիրված չեն։ Հատկապես աչքի են գնում արևի սկավառակը ներկայացնող պատկերաքանդակը։ Արևի պատկերաքանդակը ամենալավ պահպանված օրինակներից է։ Կլոր սկավառակից բխում են 36 ճառագայթներ, որոնք 4 կետում միանում են ծաղիկներին։ Այս հորինվածքի արտահայտչականությունը պայմանավորված է ինչպես կենտրոնական մասի տեղադրությամբ, այնպես էլ քանդակագործի կողմից դիմագծերի հստակ արտահայտմամբ։ Արևի,
Հոսիկավոր բիբերով նշաձև աչքերը, խոշոր քիթը եւ շրթունքները ամբողջացնում են կերպարը։ Ընդ որում, զարդագոտու քանդակների դասավորությունը ամբողջովին տարբերվում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց, որը հանդիսանում է այս եկեղեցու նախատիպը։ Վերջինում ոչ մի ճակատ չի կրկնում մյուսին։ Աչքի են ընկնում պատկերաքանդակների բազմազանությամբ, սակայն Սուրբ Թադեում կան առանձին հորինվածքներ, որոնք չեն հանդիպում Աղթամարում եւ դուրս են նրա խորհրդաբանությունից։ Ջերմակ եկեղեցու արևի սկավառակը այդ օրինակներից մեկն է։ Արևից աջ եւ ձախ պատկերված է, թե ինչպես է վիշապի հեքիաթային կերպարը հոշոտում, կենթանում։ Ամեն